հարգելի կույսեր, ներկայացնեմ ձեր հորար քարտեզը օգոստոսի համար, ուրեմն իմ կազմած քարտեզում ձեր նշանը գտնվում է 11-րդ և 12-րդ տների սահմանագծին, որտեղ գտնվում են Վեներա և Լուսինը։ Սա նշանակում է, որ օգոստոսին կույսերի հորարային վճիռը պտտվելու է հենց իրենց նշանում գտնվող այս երկու մոլորակների շուրջը։ Աշխատանք և կարիերա։ Ուրեմն, եթե կույսից հաշված աշխատանքի տունը 6-րդ տունը համընկնում է քարտեզի 4-րդ և 5-րդ տների սահմանին ջրհոս կենդանակերպի նշանում, որտեղ գտնվում է Պլուտոն մոլորակը, աշխատանքում սպասվում են ստեղծագործական մեծ վերափոխումներ, հնարավոր է փոխվի ձեր աշխատանքային գրաֆիկը կամ ստիպված լինեք լուրջ պատասխանատվություն վերցնել ձեր վրա։ Եթե զբաղվում եք սեփական գործով, սա արմատական բարեփոխումների ամիս է լինելու ձեր համար։ Եթե մենք նայում ենք ուրեմն ձեր ֆինանսները, ապա կույսից հաշված փողի տունը, երկրորդ տունը համընկնում է առաջին տան կշեռքի հետ, որտեղ գտնվում է Լիլիթը, սև Լուսինը։ Ֆինանսական դաշտում սա պատրանքների և ռիսկերի դիրք է, գումար ստանալու հնարավորություններ կլինեն, բայց մեծ խաբվելու կամ էմոցիոնալ անիմաստ ծախսեր անելու վտանգը բավականին մեծ է։ Գումարային հարցերում եղեք ծայր աստիճան զգոն։ Եթե դուք ձեր քարտերը կցել եք օնլայն առևտրի հարթակներին, ապա ցանկալի է, որ ուշադիր լինեք ձեր հաշվեհամարին, ձեր քարտի գումարին։ Եթե ընդունենք գումար եք դուրս հանում, ապա անպայման սպասեք վերցրեք ձեր քարտը։ Մի խոսքով ուշադիր ենք լինում ֆինանսական հարցերին։ Կամ առևտուր անելուց մեծ ռիսկերի մի գնացեք, հնարավոր է դուք այն ապրանքը, այն իրը, որ ներկայացրել են, դա այդքան էլ այդպես չէ, և դուք անիմաստ գումար ծախսեք այդ անորակ ինչ-որ ապրանքի վրա, անորակ, բայց այնուամենայնիվ գինը բարձր լինի։ Ձեր անձնական կյանքը, ուրեմն կույսից հաշված սիրո տունը, 5-րդ տունը համընկնում է քարտեզի 3-րդ և 4-րդ տների սահմաններին և գտնվում է Աջ եղջյուրի նշանում։ Հարաբերություններում առաջնային պլան են մղվելու ընտանեկան արժեքները, տան հարմարավետությունը և լուրջ խոսակցությունները։ Ազատ կույսերի համար սա հնարավորություն է հանդիպելու մի մարդու, ով կունենա շատ լուրջ և հաստատուն մտադրություն։ Առողջական հարցերում ձեր 6-րդ տունը, կառավարիչը Սատուրնի դիրքը, հուշում է, որ պետք է հետևել ոսկորային համակարգին և հոդերին։ Խուսափեք ծանր ֆիզիկական աշխատանքից և էներգետիկայի գերհոգնածությունից։ Օգոստոսը հրաշալի ժամանակ է դիետաների, ողնաշարի խնամքի և օրգանիզմը այսպես կարգապահության ընտելացնելու համար, նաև ֆիզիկական այսպես ծանր վարժություններ կամ ծանր սպորտ ձեզ օգոստոսին արգելված է, լավ կլինի զբաղվեք լողով։ Անակնկալը, որը տեղի կունենա, կապված է Վեներայի և Լուսնի հետ, նա վերը նշեցի, որ գտնվում է հենց ձեր նշանում, և կապված կլինի ձեր արտաքին անձնական հաջողության կամ հանրային ճանաչման հետ։ Դուք անսպասելիորեն կհայտնվեք ուշադրության կենտրոնում, կստանաք հաճախոսություններ կամ ձեր անձնական այսպես նախագծերից մեկը կյանքի կկոչեք և հաջողություն կունենաք։ Զգուշացումը Մարսի 8-րդ տանից լարված քառակուսի ասպեկտը ձեր նշանում գտնվող Վեներայի և Լուսնի հետ զգուշացնում է ներքին տագնապներից, կպչուն մտքերից կամ զուգընկերոջ հետ ծագող սուր կոնֆլիկտներից զգույշ լինել։ Թույլ չտաք, որ կասկածամտությունը կամ չափից ավելի քննադատությունը փչացնեն ձեր ներքին խաղաղությունը։ Խորհուրդ. օգոստոսին ձեր գլխավոր ուժը կլինի ինքնավստահությունը, քանի որ Լուսինն ու Վեներան ձեզ հետ են, վստահեք ձեր գրավչությանը, ինտուիցիային, բայց ֆինանսական առաջարկները նայեք սառը, կասկածամիտ աչքերով։